Բարև ձեզ։ Այսօր խոսելու եմ նախապահանջի կամ նույն ինքը պրետենզիայի մասին։ Իսկ ինչ է նախապահանջը։ Նախապահանջը այն փաստաթուղթն է, որի օգնությամբ պայմանագրի կողմերը փորձում են ինքնուրույն ու խաղաղ ճանապարհով լուծել վեճն այն պարագայում, եթե նրանցից մեկը կարծում է, որ մյուս կողմը չի կատարում իր պարտականությունները։ Նշեմ, որ նախապահանջ կարելի է ուղարկել ցանկացած վիճելի իրավիճակում։ Եթե պայմանագրում նշված է նախապահանջի ընթացակարգի մասին, ապա դա նշանակում է, որ դատարան դիմելուց առաջ պարտադիր պետք է մյուս կողմին ուղարկել նախապահանջը։ Հակառակ դեպքում դատարանը գործավարույթ չի ընդունի։ Մյուս կողմի նախապահանջ կարող եք ներկայացնել հետևյալ դեպքերում։ Օրինակ, եթե գումարը չի վճարել, ապրանքը թերի է մատակարարել, ծառայություն անբարեխիղճ կամ ոչ լրիվ ծավալով է մատուցել, աշխատանքներն անորակ է կատարել եւ այլն։ Վեճի լուծման նախապահանջային կամ միջդատական այլ ընթացակարգը քաղաքացիական իրավունքների պաշտպանության ձևերից մեկն է, ինչի շնորհիվ փորձ է արվում կարգավորել պարտադիրոջ եւ պարտապանի, վաճառողի եւ գնորդի միջեւ առկա կոնֆլիկտը։ Պրակտիկան ցույց է տալիս, որ նախապահանջային գործընթացը հնարավորություն է տալիս հավաքագրել դեբիտորական պարտքերը առանց պետական տուրքերի վճարման ծախսերի եւ ժամանակի զգալի խնայողությամբ, ինչը բարենպաստ ազդեցություն կարող է ունենալ բիզնեսով զբաղվող ընկերությունների գործունեության վրա։ Հետևեք Ավեուս փաստաբանական գրասենյակի էջին եւ եղեք իրավագիտակից։ Շնորհակալություն։